Ողջույն բոլորին, մինչև տեղափոխվելը ձեր նշան, շատ կարևոր տեղեկություն ունեմ ասելու, հետո որ չզարմանաք, ուրեմն լսեք անպայման, եթե ոչ, ապա ես բոլոր նշանների համար առանձին դեռ կասեմ։ Այս ալիք է տեղափոխվում չինական հորոսկոպի ալիքը, այսինքն տարվա ծնվածների բոլոր կանխատեսումները այսուհետ պետք է լինեն այս ալիքում։ Այս ալիքում ժամերը փոխվում են տեղադրման, առավոտյան ժամը 7-ի փոխարեն տեղադրվելու է ժամը 9-ին տեսանյութերը, իհարկե դա հաջորդ օրվա տեսանյութն է, դուք ժամը 7-ին եթե արթնանում եք օրինակ, որպեսզի գնաք աշխատանքի, կարող եք նայել նախորդը, այսինքն այդ օրվա վերաբերյալ տեսանյութը, ոչ թե հաջորդ օրվա։ Յուրաքանչյուր օր տեսանյութը կլինի ամսվա ծնվածների համար առավոտյան ժամը 9-ին, իսկ չինականի համար, այսինքն տարվա ծնվածների համար կլինի երեկոյան ժամը 19:00-ին։ Ուշադրություն դարձրեք սրան, որովհետև ալիքում եւս ուրիշ տեսանյութեր են լինում։ Մնացած տեսանյութերը Հայաստանի ժամանակով կլինեն արդեն ժամը 3-ին ավելի շուտ, ցերեկը ժամը 3-ին։ Մնացածը յուրաքանչյուր տեսանյութ, որոնք որ ընկնում են այս ալիք։ Կխնդրեմ հյուրերին, այսինքն իրենք հյուր չեն, մշտական բնակիչներ են, լավ ընդունել, պատվել, հյուրասիրել, չվիրավորել եւ եթե ցանկանում եք միշտ տեղեկացված լինեք, եթե ինձ գրում եք այնտեղ Արմինե ջան, ինձ չի գալիս դրա համար չեմ տեսնում, ինձ թվում է աշխարհի տակ բոլոր անգամ 70 տարեկան մարդիկ ունեն Facebook-ներ։ Կարող եք Facebook-ով հետևել ինձ եւ այնտեղ տեղադրվում են ամենօրյա բոլոր տեսանյութերը, որ ալիքում ինչ տեսանյութ ընկնում է, տեղադրվում է այնտեղ։ Եթե չունեք Facebook, ինչը զարմանալի է, ապա կարող եք այստեղ սեղմել զանգակ կոճակը։ Իսկ զանգակ կոճակը սեղմելուց հետո յուրաքանչյուր տեսանյութ երբ որ գա կամ ձեր հեռախոսի վրա է գալու, կամ ձեզ մոտ երբ որ մտնեք YouTube, այստեղ գոյություն ունի զանգակ կոճակը, եթե նայեք այնտեղ ամենավերևում կա զանգակը, հենց մտնեք այդ զանգակը կտեսնեք օրինակ ինչ եմ տեղադրել ես։ Դե հասկանում եմ, որ կարող եք շատերին հետևել եւ կարող եք խճճվել, դրա համար լավ կլինի հետևել Facebook-ին, բացի այն, որ տեղադրվում է Facebook-ում, տեղադրվում է նաեւ ինչ անունը դե այնտեղ վերևում, ինչ էր անունը, մի խոսքով դրանից ինչ անունն է, ասա սպասեք։ Ես իմ մարդ եմ, հա, այստեղ Facebook-ի չունեմ, ես մի հեռախոսի մեջ։ Մի խոսքով վերևում այդպես ձեր, չգիտեմ, շորտ են ասում, ինչ են ասում։ Մի խոսքով այդտեղ տեղադրվում է եւ կարող եք նայել, հա, այնտեղ էլ եւս էլի բարձ երևում է իմ բոլոր տեսանյութերը, կարելի ասել նույն դիզայնն ունեն, դժվար չի իմ տեսանյութերը առանձնացնել մնացած տեսանյութերից, ես դրա համար բոլորը պատրաստել եմ նույն դիզայնով, որպեսզի հասկանալի լինի, որ սա Արմինեի տեսանյութերն են։ Լինի դա թվագիտություն, լինի դա ինչ ուզում է լինի, միայն լուսնայինն է, որ ինքը իր ֆորման ունի եւ յուրաքանչյուր տարի այդ ֆորմեն եմ վերցնում, նկարները պահպանված են ինձ մոտ եւ յուրաքանչյուր տարի։ Եվ նշեմ, լուսնայինը նույնպես փոխվում են ժամերը եւ տեղադրվելու են առավոտյան, որովհետեւ առավոտյան շատ շուտ դուք կարող եք նայում եք նախկինը եւ չեք նայում նորը, իսկ նորը չնայելու դեպքում արդեն նա մեռնում է։ Այդ տեսանյութը մեռնում է եւ ոչ ոքին այլևս չի գնում այդ տեսանյութը։ Եվ կխնդրեմ, եթե չեք ուզում բաց թողնել ինձ, չեք ուզում բաց թողնել այս տեսանյութերը, շնորհակալության որպես ժեստ ընդամենը լայք եք, ձեզ ոչինչ, այստեղ ես ավել չեմ խնդրում, որպեսզի մի փոքր առաջ գնանք մենք։ Տեսնում եք, խնդիրների պատճառով ես միացնում եմ իրար, եթե խնդիրներ չլիներ, ես չէի միացնի։ Այսինքն թող երկու ալիք միասին լինեն, որ ես այդքան ամեն ալիքի համար չտառապեմ, սա չանեմ, նա չանեմ, ճիշտ է եւս էլի երկու տեսանյութ է լինում, էլի եւս պետք է անել, բայց ամենայն դեպս այդպես մյուս ալիքը կմնա սիրային թեմայով։ Եթե ազատ ժամանակ կունենամ, ապա այնտեղ կտեղադրվի սիրային։ Դե եթե շատ նայեք, ինձ ավելի շատ ոգևորեք, եթե կիսվեք, եթե լայքեք, եթե մեկնաբանություններ գրեք եւ այլն, մեկնաբանությունները բաց են, ինչ ուզում եք գրեք, ուզում եք վիրավորեք, ուզում եք մի վիրավորեք, ինձ համար միևնույնն է, չեմ նայելու։
բացարձակապես չեմ նայելու։ Եվ նա գրեք թող ալիքը առաջ գնա, ինձ ոգևորեք, եթե ինձ ոգևորեք, ես ձեզ համար շատ ավելի լավ տեսանյութեր կանեմ, քան այն ինչ որ դուք տեսնում եք։ Յուրաքանչյուր ալիքում, գիտեք ինչքան հետաքրքիր թեմաներ կան թվագիտության առումով, ինչքան հետաքրքիր թեմաներ կան աստղաբանության առումով, լիքը թեմաներ կան, որոնք որ ես անտեսում եմ միայն նրա համար, որ մտածում եմ չեք նայի ուղղակի։ Եթե ես իմանամ, որ ինձ կոգևորեք եւ էլի նորից մոտիվացիաս կբարձրացնեք, ես կուզենամ ձեզ համար ինչ-որ բաներ անել, այդ դեպքում արդեն ավելի շատ տեսանյութեր կտեսնեք։ Այսքանը տեղեկության համար լավ կլինի ամենաշատը, եթե ձեզ մոտ չի գալիս ոչ մի տեսանյութ, ապա ուղղակի հետևեք Facebook-ին, որովհետև Facebook-ում միշտ կիսվում եմ, ես լինեմ, admin-ը լինի, այնտեղ շատ տեղեկատվություններ են նաև լինում։ Դրա համար, եթե այնտեղ մտնեք, այնտեղ շատ ավելի տեսանյութեր կտեսնեք, շատ ավելի հետաքրքիր թեմաներ, որոնք որ ես այստեղ չեմ տեղադրում, այնտեղ գրովի է, ես չեմ կարող այստեղ տեղադրել, որովհետև դա այստեղ գրելու բաժինն այդքան էլ ինչ որ պահեր չեն։ Մի խոսքով, այնտեղ Facebook-ում բավականին մարդիկ կան, հետևում են, իմանում են ինչ որ բաներ բժշկության հետ կապված, սրա նրա հետ կապված, եւ եթե ինչքան շատ լինենք, ելի եմ ասում, այնքան ինձ ավելի շատ կոգևորեք նոր տեսանյութերի համար։ Նոտև այնպես չի, որ այսպես ամենօրյա տեսանյութեր են եւ վերջ, էլ չկա ուրիշ տեսանյութեր, այնքան շատ տեսանյութեր կան, այնքան շատ թեմաներ կան, որ մեծ սիրով ես կանեի ձեզ համար։ Այնպես արեք, որ աշխատի։ Դրա համար ես տեսնում եմ, որ դուք երբ որ արթնանում եք, դուք չեք նայում այդ տեսանյութը, դուք դեռ նայում եք նախորդ տեսանյութը, այսինքն ես արթնացա այսօր, ես նայում եմ հենց այսօրվա տեսանյութը, ինձ այսօր ինչ է սպասվում, ոչ թե վաղը։ Դրա համար այդ վաղվա տեսանյութը կընկնի յուրաքանչյուր առավոտ Հայաստանի համար ժամը 9-ին։ Մնացած երկրների համար ամառ է, շատերի երկրներում ժամերը փոխվում են, Ֆրանսիայում ժամերը փոխվում են, գիտեմ, որ Ֆրանսիայից հետևողներն են։ Ձեզ մոտ լինում է ժամը 7-ը։ Կամ այնտեղ աշխատանքի գնալուց կարող եք նայել կամ լսել եւ այլն։ Ցերեկը չեմ անում, որովհետեւ ալիքում արդեն լինելու է 2 տեսանյութ։ Այսքանը, նա ոնց որ նույն թեմայի շուրջ 2 տեսանյութ, մնացած տարբեր թեմաներ են, երևի չմիացնեմ իրար մնացած ալիքները, այդպես կմնա։ Որը կօգտագործեմ, որը չէ։ Այսքանը տեղեկատվության համար հուսով եմ լսեցիք այս դիմացը։ Եթե ոչ ես ամեն օր մինչև ամսվա վերջ կասեմ, նույնն էլ կասեմ մյուս ալիքում, որ իրենք պատրաստ են, որ այդտեղ արդեն տեսանյութ չեն նայելու, այսինքն այդ ալիքում այդ տեսանյութերը չեն լինելու, պետք է տեղափոխվեն այստեղ նայելու համար, միգուցե բաժանորդագրվեն, միգուցե ուղղակի սպասեն արդեն այս ալիքում, որ լինի։ Էլի եմ կրկնվում, տարվանը լինելու է երեկոյան 19:00-ին, ամսվանը լինելու է առավոտյան ժամը 09:00-ին։ Մնացած հավելյալ տեսանյութերը կլինեն ժամը 3-ին ցերեկը եւ վերջ, այդպես։ Դա նաեւ վերաբերվում է շաբաթվա տեսանյութին, ցանկության տեսանյութին եւ այլն այնտեղ տեսանյութեր կան, որոնք որ կընկնեն օրվա ընթացքում ժամը 3-ին կընկնեն։ Դե եթե տեսնեմ սա եւս չի աշխատում, ապա կտեղափոխեմ արդեն ցերեկը կընկնի արդեն այն ժամին, երբ որ օրինակ դուք ազատ եք լինում, ընդմիջում է կամ չգիտեմ այնտեղ։ Տեսնենք, հա, փոփոխություններ կանենք, միգուցե իրոք առավոտյան չեք նայում եւ այդ տեսանյութերը իրոք մեռնում են։ Դրա համար այդպես է անգամ ես նշեցի Facebook-ում, որ այստեղ գոյություն ունի Zachai-պը, այսինքն դուք բալեր եք տալիս ալիքին, դա կարծես թե միայն տեսնում են Եվրոպայում, չեն տեսնում Հայաստանում, ցավոք սրտի, Հայաստանում ոչինչ չեն տեսնում, միայն մտածում են, որ գումար ես աշխատում, հանկարծ չլայքեն։ Դա է խնդիրը։ Հայաստանից տեսնում եք, ոչինչ չի գալիս, եթե ես դնեմ հատուկ այստեղ գոյություն ունի
որ տեսանյութեր կան, որոնք որ միմիայն կարող են տեսնել պարտնյորները, այսինքն գործընկերները, դուք եւս չեք տեսնում այդ գործընկերներին, տեսնում են միմիայն Եվրոպայում կամ դրսում բնակվողները, Հայաստանում ոչ ոք չի տեսնում դա։ Այսինքն դուք ոնց որ վճարեք, հատուկ ձեզ համար այնտեղ տեսանյութեր լինեն, դա դուք չեք տեսնում։ Չեք կարող տեսնել դա։ Հասկանում եք։ Դրա համար ես քանի անգամ բացել եմ, անգամ մայրիկիս եմ խնդրել, ինքը նայել է բացարձակապես, ինքը չի տեսել նման բան այդ ալիքում։ Այնպես որ ոչ դա եք տեսնում, ոչ մյուսն եք տեսնում, գոնե օգնեք լայքերով, թեկուզ կիսվելով, պետք չի մեկնաբանություններում խնդրում եմ գրել, որ ամեկը մյուսին ասել, որ լայքեք, մի նման բաներ մի արեք, հա, ես շնորհակալ եմ այդ մարդկանցից, ովքեր անում են, բայց մի արեք, եթե մարդը ուզում է վերցնի, արդեն ինքը գիտի, թող վերցնի, հետո իր կյանքում ինչ ուզում է լինի արդեն, մեզ ոչ ոքից չի հետաքրքրում այդ պահերը։ Նա մնացած է ինքը իր կյանքը։ Մարդիկ կան սովոր է միայն վերցնել։ Դե բնական է, ես հասկանում եմ, չեք կարող անգամ 100%-անոց լայքել լինեն, բայց գոնե հա մինիմում կարելի է պահպանել, որպեսզի առաջ գնանք։ Դուք էլ չեք ուզում ավելի լավ տեսանյութեր տեսնել, չեմ հասկանում, ավելի հետաքրքիր տեսանյութեր տեսնել։ Ես թվում է բոլորդ էլ հետաքրքիր է ձեր կյանքի մասին, եթե հետաքրքիր չլիներ, դուք չեք նայի։ Ինձ էլ է հետաքրքրում, ես էլ եմ ուզում ձեզ համար շատ ավելի հետաքրքիր բաներ անեմ, որ դուք ավելի շատ բան իմանաք ձեր կյանքի մասին, ինչ որ բաներում պատրաստ լինեք նաև, թե ինչ է լինելու, ինչ է փոխվելու ձեզ մոտ, որ ավելի པարզ լինի ձեր կյանքը։ Այսքանը սիրելիներս, այնպես որ հա, փոփոխություններին լավ դիմավորեք, մարդկանց լավ դիմավորեք։ Միգուցե նաև նոր մարդիկ են, ովքեր որ անգամ չգիտեն էլ այս ալիքի մասին, չեմ կարող ասել։ Ճիշտ չեմ կարող ասել, նաև միգուցե այստեղ մարդիկ կային, ովքեր որ չգիտեին մյուս տեսանյութի մասին։ Ես ինձ տեսանյութերը բաժանել եմ մասերի, որ ամեն մեկը իր մասով լինի։ Բայց լավ կլինի միանա իրար։ Իսկ այնտեղ ովքեր միայնակ են, ովքեր սիրելի են փնտրում, ովքեր սիրելի ունեն, ապա դա ձեզ համար է այն ալիքը, միայն սիրելիների համար։ Զույգերի համար, միգուցե դուք էլ ձեզ էլ հետաքրքրում ընտանիք եք, հետաքրքրում է ձեր հարաբերությունները իհարկե, դուք եւս կարող եք նայել այդ տեսանյութերը, հասկանալ, որտեղ այդ ալիքը չի փակվելու, կարող եք նայել եւ հասկանալ, հա, ձեր ընտանիքում ինչա կատարվում, սիրո հետ ինչա կատարվում, պարտադիր չի այնտեղ պահել լինեն, եթե ձեզ համար ինչ որ հետաքրքիր թեմա կլինի, այնտեղ կարող եք նաև նայել, ինչու՞ չէ։ Որտեվ սերը միայն չի վերաբերվում նոր ծանոթություններին, նոր հարաբերություններին, որ սերը վերաբերվում է բոլորին, ընտանիքին եւ այլն, բոլորին։ Ահա, այսքանը անցնեմ հիմա արդեն կանխատեսմանը, ես հուսով եմ, որ իրոք լսեցիք ինձ, հուսով եմ, վաղվա տեսանյութի մեջ չեմ ասի սկզբում, կասեմ յուրաքանչյուր նշանին, որ բոլորը իմանան։ Այդպես ինձ թվում է ավելի ճիշտ է։ Մյուս ալիքում կասեմ բոլորի համար, որ բոլորը իմանան, այդպես ավելի ճիշտ է, որովհետև յուրաքանչյուր մարդ մտնում է տեսանյութ եւ գնում է իր նշան։ Եվ իդեպ նշեմ, որ եթե տեսանյութեր այնպես անեք, որ ավելի շատ անան դիտողականությունը, ավելի շատ լայքեր, ավելի շատ հետաքրքիրություններ, ես կգրեմ ժամերը։ Անպայման կգրեմ, ես չեմ զլանա, կգրեմ ժամերը, որովհետև կզգամ փոփոխությունը, մարդկանց փոփոխությունը իմ հանդեպ, ալիքի հանդեպ, տեսանյութերի հանդեպ։ Անպայման հետո կգրեմ, եթե ամեն ինչ կարգավորվի։ Չի կարգավորվել, դրա համար չեմ գրել, անգամ շաբաթվանը չեմ գրում։ Այնպես որ ամեն ինչը ձեզանից է կախված։ Նոր տեսանյութերը, հետաքրքիր տեսանյութերը, ժամերը եւ այլն։ Այսքանը։ Դե անցնենք արդեն կանխատեսմանը եւ տեսնենք ինչ է սպասվում շաբաթ օրը եւ տեսնենք ինչ է սպասվում այս բոլորից։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 28-ին։ Շատ սեր, լիքը սեր, 4 կողմից սեր, սիրո խոստովանություն, դուք կանեք ձեզ կանեն, միգուցե ժամադրության եք գնում, հարազատների շատ սեր կստանաք, սիրով կանեք ինչ-որ գործեր, ինչ-որ պահեր ձեր կյանքում։ Այդ օրինակ ինչքան է խառնեցի, եթե նկատեցիք խոսալու ընթացքում այս քարտներ, ես ձեռքս էսպես է անում, եթե հետ գնաք կտեսնեք,
խառնեցի, էլի նայեց այս քարտը է, ուրեմն ձեզ էր դա ուղված։ Հաջողության քարտն է, ասա նոր դռներ է բացվում։ Գումար կստանաք այդ օրը, նաև գումար կծախսեք եւ այստեղ ուղղություն եք ընտրելու։ Ամեն մեկը իր կյանքում որևիցե ոլորտում ինչ որ ուղղություն կընտրի այդ օրը։ Կասի սա եմ անում, այսպես եմ գնում եւ այլն եւ այլն։ Յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Հիանալի օր է, այսքանա ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 28-ին։ Ճակատագրական օր է, միգուցե նաև բարդ օր է, դժվար օր է, ինչ որ հարցին լուծում տալու համար։ Տեսնենք ինչն է խնդիրը, այստեղ կարող է ինչ-որ մարդիկ ամուսնանում են, գիտեք, նայեք, այստեղ նաև ամուսնության առաջարկ կարող է լինել եւս էլի ճակատագրական քայլ է։ Միգուցե ամուսինն է վերադառնում հետ, միգուցե ընտանիքը եւս միավորվում է, ինչ որ մի բան է այստեղ կատարվում ճակատագրական։ Բավականին բորբոքված կլինեք, ինչ որ մի բան է կարող ձեզ դուր չգալ դրա մեջ։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ։ Երկերեսանի մարդ է, այդքան մաքուր մարդ չէ, ձեր հանդեպ հաստատ բարի չէ, երկերեսանի է, այնպես որ մի այդքան վստահ եք այդ մարդուն։ Եվ իհարկե այստեղ վերաբերվում է սա եւ պայմանագրին, որ կկնքեք, եւ այդպես ամբողջ օրը ցիկլային ոչ է գործ կանեք, հա, ինչ որ գործեր են, որոնք կանեք։ Նաև դա ամուսնություն է, ամուսնության առաջարկ է, հարսանիք է, նշանադրություն է, կամ ձերն է, կամ պետք է գնաք։ Թե ձերն է եւս այստեղ է ինչ որ լարվածություն կարող է լինել, են կարող նկատել ինչ որ մեկի նաև երկերեսանի պահերը դες դուր չկա։ Ընտանիքում շատ կարևոր օր է ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 28-ին։ Այստեղ ինչ որ մի օջ։ Այստեղ խաբեություն կա, կորուստ կա, ուշադիր պետք է լինեք, հիմա այսա կնայենք ինչի կորուստ է, մեկ րոպե։ Տեսնենք ինչի կորուստ է։ Այստեղ անհաջողություն է ինչ որ մի հարցում, այստեղ նայեք խաբեություն կա, կամ ուզում եք ինչ որ մի բան ավելի խորամանկորեն անեք, բայց հակառակն է ստացվում։ Դրա համար լավ մտածեք, եթե ինչ որ մի գործողություն ուզում եք այլ ավելի խորամանկորեն մոտենալ դրան։ Կամ խորամանկ մարդիկ են այնպես անում, որ իրոք ձեզ մոտ ինչ որ անհաջողություն է, չի ստացվում ինչ որ պահեր այդ օրը։ Տեսնենք աղվեսնով է։ Անցյալից ոչ մեկն է, ով որ քիթմծնում է միգուցե ձեր կյանք։ Կամ դուք ինքներդ պետք է մի փոքր խորամանկ լինեք եւ այնպես անեք, որ ձեր անցյալը ոնց որ ջնջեք գնա, այսինքն անցյալը չբերեք ներկա կյանք, հա, ապրեք ավելի շատ ոնց որ ներկայով, քան անցյալով։ Ինչ որ մեկն է իրոք կարող հանել եք ձեր կյանքից, միամիտ հանդիպում եք էլի դրան։ Տեսնում եք, որ էլի չի փոխվել, ինչքան մեծացել է, ինքն ավելի է շուստրիացել։ Եվ այստեղ ոչ է կամուրջ է ստեղծվում ձեզ համար, հեշտանում է որևէ process, որ անեք այդ օրը։ Ինչ որ մի process է, որը ձեզ համար ավելի հեշտ ու ավելի թեթև կլինի, այնպես որ օգտվեք դրանից եւ այդ հնարավորությունից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 28-ին։ Շատ աշխատանք, միգուցե աշխատանքի եք ընդունվում, դժվար աշխատանք է այստեղ։ Խոչընդոտներ են։ Դժվար աշխատանք է այստեղ, ընդհանուր հա, ինչ որ մարդկանց համար սա կարող է լինել, դժվարություններ կան կամ ծանր է, բեռ է, այսինքն աշխատանքը ֆիզիկապես շատ ծանր է, դժվար է։ Նաև ուղղակի այդ աշխատանքը աշխատելը ընդհանրապես տան մեջ այդ բեռը ձեր ուսերին է։ Ոմանց մոտ սա պարտականությունների ավելի բեռ է, պատասխանատվություն, միգուցե աշխատանքի վայրում, միգուցե տանը արդեն, ինչ որ
ոնց որ ընտանիքի անդամների հետ կապված, որ պետք է ավելի շատ աշխատեք եւ այլն, բայց դա խոչընդոտներ նաեւ կան։ Այսինքն եթե ձեզ տվել են նոր պաշտոն, նոր պատասխանատվություն, մի փոքր դժվարանում եք այդ հարցին լուծում տալ, դժվարանում եք այդ գործ անել։ Ոմանք այդ օրը կայցրեն օրինակ ռեստորան, եթե առիթ ունեք կամ բժշկական կենտրոն, նման տեղեր կարող եք այցելել, պետական հիմնարկություն այցելել։ Դե տեսնենք դժվարությունները բացի աշխատանքից ոմանց մոտ ինչ կլինի։ Սա մարդու խաչն է, ոնց որ խաչը կրում է մարդը։ Չէ, հաջողությամբ այն կանցնի։ Կարողանում եք դուրս գալ յուրաքանչյուր դժվարությունից, եթե լինի այդ օրը, փորձություն, եթե լինի աշխատանքի վայրում է, այդ փորձությունից կարողանում եք դուրս գալ, այնպես որ մի անհանգստացեք։ Իսկ տեսնենք այս խոչընդոտները ինչ է ասում։ Խոչընդոտները դա ժամանակի հետ է կապված, կամ ճիշտ ժամանակին չեք կարողam տեղ հասնել, կամ ժամանակին չեք կարողam հասցնել ապրանքը տալ, օրինակ, եթե ապրանք եք վաճառում, անել պատվերը, անել աշխատանքը ձեր, աշխատանքի վայրում ոնց որ դժվար է միգուցե եւ չեք կարողանում բոլորը հասցնել ժամանակի մեջ տեղավորվել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 28-ին։ Սիրային ժամադրություն, անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, այդպես։ Նաև ժամադրություն ոմանց համար, ինչ-որ մի բան է, որ ծաղկում է, առաջ է գնում, միգուցե հարաբերությունները, միգուցե բիզնեսը, միգուցե գործերը, ինչ-որ մի բան այդ օրը։ Տան հետ կապված հարցեր ունեք, միգուցե տեղափոխվում եք, տուն եք մաքրում, ուբորկա եք անում, առիթ է, միգուցե այստեղ ծնունդ է։ Նաև հյուրեր կարող են գալ, դուք գնաք հյուր, ինչ-որ հետաքրքիր պահեր լինեն, այդպես, կամ անակնկալ հյուրեր ունենաք։ Տուն եք նայում, այդպես ուզում եք գնել կամ վաճառել, այդ հարցերով եք զբաղվում։ Եվ այստեղ ինչ-որ մի բան է գնալու ձեզ համար նորին տեղ բացելու համար։ Ինչ-որ մի բան է, միգուցե խնդիրներ են, միգուցե տան հետ կապված խնդիրներ են։ Միգուցե այդ տունը վերջը թողնում եք եւ գնում եք մեկ այլ տուն, կվաճառվի օրինակ այդ տունը այդպես, կարող ուղղակի ուզում եք տեղափոխվեք այդ թաղամասից։ Եվ այստեղ նոր բան է գալիս ձեր կյանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 28-ին։ Գումար կստանաք այդ օրը, նաև գումար կծախսեք։ Այդտեղ հարսանիքի եք ոմանք, նշանադրության, կարող եք գործար կնքել, կարող եք նաև հրավերք ստանալ հարսանիքի, կամ հենց հարսանիքի, գնաք, կամ ձերն է։ Նաև ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն այստեղ, կամ տանը ոչ է կարևոր պահեր են, կարևոր իրադարձություններ են այդ օրը։ Նաև ամբողջով կարող նույն գործն անեք եւ դրա համար գումար վաստակեք, այսինքն պատվեր է, որ շատ է եւ ոնց որ պետք է անդադ անեք նույն բանը։ Փոփոխություն է նաև մտնում ձեր կյանք, ոմանց մոտ սա հղիություն է, ծննդաբերություն է, ոմանց մոտ տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ բնակարան, նաև ուղղակի գլոբալ որից է փոփոխություն է մտնում ձեր կյանքից, եթե օրինակ ամուսնանում եք այստեղ եւս է փոփոխություն է մտնում, ձեր երեխան է ամուսնանում եւս փոփոխություն է մտնում, գնում է, դատարկվում է տունը, դա եւս փոփոխություն է մարդու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 28-ին։ Այդ օր ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ-որ բաներ պետք է ընտրեք, միգուցե անցյալի հետ է կապված։ Այս նայեք հենց իրանք լավ ասում է ուսումնասիրի մի հատ, այս մանրուքները, մանրակրկիտ ուսումնասիրի նոր։ Այ այստեղ ընտրությունը
դրանից հետո նոր կայացրեք։ Ոմանք այդ օրը կարող են ամենահասարակ ընտրությունը անել, օրինակ ինչ մատանի կրել, ինչ հագնել, ոմանք այստեղ կարող է շատ ավելի մեծ գլոբալ հարց է, որը եւս էլի մտածում եք, այդպես տատանվում եք։ Դե անցյալի հետ կապված պահեր են, միգուցե անցյալից մարդկանց եք հանդիպում, անցյալն եք հիշում, տրամադրված եք անցյալին, այստեղ կարող է նաեւ ինչ որ պահեր են անցյալի հետ։ Անցյալից եկող հարցեր, խնդիրներ կամ գումար վաստակելու ձև, աշխատանք եւ այլն։ Ամենայն դեպս յուրաքանչյուր հարց այստեղ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, մանրուքները ուսումնասիրել, այն որ մի աշխատանքի վայրից դուրս եք եկել ինչ որ մի բաների պատճառով, եթե հիմա էլի նույն առաջարկն է, մի հատ լավ ուսումնասիրեք, ասեք, կողը էլի նորից այդ խնդիրները այդպես կային, կողը հիմա էլի նորից այդ խնդիրները լինեն ինձ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիքներին։ Ինչ է սպասվում կարիքներին մարտի 28-ին։ Տան հետ կապված որևիցե հարցեր են, որոնք որ կան, գուցե հյուր եք ընդունում, դուք եք գնում հյուր, տեղափոխվում եք, ու բորկա եք անում, վերանորոգում եւ այլն, ինչ որ պահեր են տան հետ կապված։ Գուցե առիթ է տան մեջ։ Հանդիպում այդ օրը շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Այդ աղջկան կամ իր մոտ է, այսպես խուճուճ-մուճուճ, հա, ինչ որ խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք։ Կամ ինքն է ձեզ համար այդպես խնդիրներ ստեղծում իր հայտնվելով, իր, հա, այդպես ոնց որ կամ ձեզ մոլորեցնում է, կամ ձեզ սխալ ուղի է ցույց տալիս, եւ ընկնում եք այդպես խճճվում եք, չեք կարողանում դուրս գալ ինչ որ հարցից։ Գուցե առաջադրանք է տալիս, այդ գուցե ձեր մենեջերն է, ինչ որ խուճուճ-մուճուճ բաներ է ասում եւ ընկնում եք ոնց որ թե ինչ անեք, ինչպես անեք ընդհանրապես։ Այդ օրը դա այս դուրս կգաք ինձ թվում է միայն իմաստության շնորհիվ, եթե մի լավ մտածեք, կարգի բերեք մտքերը, հասկանաք ինչպես պետք է դուրս գալ, ինչպես անել դա, եւ կկարողանաք։ Նաեւ դե օծեր կան այստեղ, օծեր, կարող է նաեւ տարով օծ է, նաեւ կարող է ուղղակի օծեր են, ովքեր նախանձում են, ովքեր այդպես չարություն են տածում։ Նաեւ դա կարող է լինել ուղղակի դուք պետք է կամ այդ օրը ինչ որ մի ձևով ուրիշ կերպ եք նայում մեկ այլ հարցին, այսպես ուրիշ մտածելակերպ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 28-ին։ Շատ սեր, սիրո առաջարկ, սիրո խոստովանություն, սիրահարվածություն դա կարող է լինել, ժամադրություն նաև սիրելիի հետ, սիրով կանեք այդ օրը ձեր աշխատանքը, յուրաքանչյուր բաներ ինչ որ անեք, շրջապատից եւս մարդը շատ սեր է ստանում այս քարտով, հաջողություն ունեք այդ օրը, դռներ են բացվում, միգուցե նաև նոր դուռ եք փակում, այստեղ ուշադիր պետք է լինեք նոր դուռը փակելու դեպքում, ինչ որ մեկին կարող եք հանել ձեր կյանքից, այսինքն հեռացնեք իրեն, որտեվ ավելորդ կամարեք կամ իրոք կզգաք, որ անհնարին է իր հետ շփվել, շարունակել շփվելը։ Այստեղ սիրո թեման կա։ Սա նաև նոր հնարավորություն է, նոր դուռ է բացում, դա կարող է այստեղ օրինակ սիրային հարց է, գուցե ձեր երկրորդ կեսը, ամուսին, կին, հա, այսպես որևիցե նոր հնարավորություն է ուզում եւ դուք կտրուկ փոխում եք ձեր կյանքը, կտրուկ օրինակ շփվողները կարող է որոշեն օրինակ, արդեն պետք է ամուսնանալ, իսկ ամուսնացած մարդիկ այստեղ ոչ մի բան է, որը կտրուկ հիմքից կփոխեք, գուցե ձեր հարաբերություններում ձեր, չգիտեմ, շփման մեջ եւ ոնց որ կամ կտրուկ կփոխվի ձեր իրավիճակը, ձեր կարգավիճակը, դուք ինքներդ կփոխեք ձեր կարգավիճակը, որոշում կկայացնեք, որ վերջ։ Օրինակ, եթե դուռ է բաց, եթե հնարավորություններ կան, ապա ինչ որ ձևով դուք էլա կտրուկ քայլ կանեք, կորոշեք, ահա, քանի բաց է, ես օգտվեմ այս առիթից եւ դա կարող է լինել յուրաքանչյուր ոլորտ։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այս եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 28-ին։ Այդ օրը կզբաղվեք ձեր գեղեցկությամբ կամ կզբաղվեք ձեր առողջությամբ, կայցելեք նաև ծնողներին, նաև ոգևորված այսօր այն կողմ կգնաք, ինչ-որ գործեր կանեք, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, միգուցե ընտանիքից, ծնողներից, նաև սա ծանոթություն է, հակառակ սեռի ներկայացուցիչ չի, բայց այդպես է մի ակնթարթ, սա ոնց որ այդքան էլ լուրջ չէ, դե հիմա եթե հետագան ցույց կտա, բայց ընդհանրապես այս քարտով ոնց որ մեկ ակնթարթ ինչ որ դրսում ծանոթություն է։ Նաև կարող փաթեթ ստանալ, եթե ինչ որ մի բան եք պատվիրել։ Եվ ընտրության առջև եք կանգնած լինելու ինչ որ մի բանի մեջ։ Ընտրություն եք կատարելու, սա անեմ, թե նա անեմ, հա այդպես ինչ որ պահեր են սա։ Միգուցե նաև կարևոր որոշումը, միգուցե նաև ուղղակի հագուստի մեջ։ Այսքանը կամ մազեր ես դա կարող ինչ որ մի բան է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 28-ին։ Ինչ-որ խուճուճ-մուճուճ պահեր են, խնդիրներ են, որը դժվարությամբ կարող եք դուրս գալ, լաբիրինթ է հա, մարդը խճճվում է եւ ելքը չի տեսնում։ Տեսնենք, գուցե ժամի հետ է կապված, ժամի մեջ չեք կարող տեղավորվել։ Այստեղ պետք է մի քիչ խորամանկություն ցուցաբերել կամ սրանց պատճառով է, որ չեք կարողանում այդ օրը դուրս գալ այդ լաբիրինթից, ինչ-որ խնդիրներ են ստեղծում ձեզ համար։ Խորամանկ քայլեր են անում եւ դուք չգիտեք ինչ անել, ինչպես վարվել, միգուցե իրենց հետ, ինչպես վարվել, միգուցե իրենց ստեղծածի հետ։ Մի թեմա ունեցեք այդ օրը այնպիսի մարդկանց հետ, ովքեր որ այդպես զգում եք, որ շատ չափից շատ խորամանկ են եւ նաեւ խափեբա այդպես հայացքից մարդու երևում է եւ այստեղ նաեւ հա եւ իրենք ստեղծում են դա ձեզ համար։ Միգուցե այնպես են անում ժամանակի մեջ չտեղավորվեք, հա չէ՞ որ եթե օրինակ այն ամենալավ ճակերտավոր ընկերուները միշտ այդպես են լինում։ Եթե գիտեն դուք շատ կարևոր գործ ունեք եւ չեք հասցնում, հա դե լավ թե կանես, հələ դե ժամանակ ունես, լիքը ժամանակ կա։ Եվ նրանք ձեզ համար ստեղծում են այս խառնաշփոթը, հետո չեք իմանալու ոնց անեք, որը անեք, որ հասցնեք։ Այստեղ նաեւ է ինչեվ կգայի կհասնեի սրան, արդեն ինքը կա։ Այստեղ ընկերուի կա, ընկեր կա։ Շատ ժամանակ վատնել ձեր ընկերուհու հետ եւ չհասցնել մեկ այլ գործերը կամ մեկ այլ գործերը պետք է անեք եւ դրա համար չեք հասցնում նաեւ շատ երկար մնալ ձեր ընկերների շրջապատում։ Ամենայն դեպս ինչ էլ լինի, այդ օրը ոնց որ ժամանակը ձեզ համար շատ կարեւոր է, կամ պետք է շատ արագ անեք, որ հասցնեք, կամ կյանքում բալանսավորում չկա։ Մի բանը ավելի շատ եք տրամադրում այդ մի բանին, այն մյուսին այդքան չէ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 28-ին։ Ոմանք այցել են գեղեցկության սրահ, ոմանք այցել են առողջության հետ կապված ինչ-որ կենտրոն, նաև կայցել եք ձեր ծնողներին, հանդիպում շփում որոշ աղջկա հետ, միգուցե դա ձեր քույրն է արդեն։ Ինչ-որ մեկն է, ում հետ շատ կշփվեք, ցույց չի տալիս ով է, բայց ինչ-որ մեկն է, ում հետ շփումը բավականին շատ կլինի։ Միգուցե շատ իր եղեք լեզվակռիվ չլինի։ Եվ այստեղ երկեսանի մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը, ինչ-որ բաներ կարող են առաջարկել ձեզ, ինչ-որ հարցեր կարող են տալ եւ այլն, այն ինչ-որ։
Գուցե նամակի հետ է կապված, SMS գրեն ձեզ, միգուցե փաստաթուղթ է, տեղեկատվություն է, որը իբր իրանք ասում են, միգուցե ինչ-որ բան ստորագրելու հետ է կապված, հա, այդ ամեն ինչում պետք է շատ ուշադիր լինեք եւ մի վստահեք ոչ ոքին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։